Լոց գլուխ 13-ը շարունակելու պիտի ընթերցումը քիչ շատ բիդել այսօր պիտի փորձենք առաջ երթալ եւ պիտի տեսնենք որ մեծ օրհնություններ նաեւ պիտի քաղենք կորց արաքելոցը մեր պիտի ըլլա մեր ամենօրվա քիրքը պետք է ըլլա մեր ամենօրվա քիրքը կորց արաքելոցը աշակերտին քիրքն է կորց արաքելոցը Քրիստոսի հետևորդին քիրքն է որբեսի այդ քիրքին վրա կորց արաքելոցին վրա ինքը իր պատմությունը ավելցնե կորց արաքելոցը Արաքյալներուն կորձն է, բայց մենք գիտենք, ինչպես այսօր մասին խոսեցանք, Սուրբ Հոգին կորձն է, որ կգադարե հավատացյալներուն մեջ եւ հավատացյալներուն հետ միասին։ Ուրեմն կարևոր է, որ վերստին ծնված հավատացյալը գիտնա թե ինքը հավատացյալ չէ, բարձրապես Աստծո խոսքը լսել, բարի լալ, խելոքը լալ, լավ ապրել, լավ աղոթել եւ երկինքը պատրաստվել։ Ոչ, հավատացյալը աշակերտ է։ Աշակերտության մեջ է։ Աշակերտություն գնե աշակերտը Քրիստոսին պես Քրիստոսին կորձերը կգադարե աշակերտը նույն սիրտը պետք է ունենա ինչպես Հիսուս ուներ երբ ինք այս աշխարհի վրա էր դուք ասավ իմ կորձերս պիտի շարունակեք ուրեմն մենք անոնը Սուրբ Հոգին ղրգեց մեզ իր աշակերտներուն Սուրբ Հոգին ղրգեց որպեսզի Սուրբ Հոգին հիշեցնե թե ինչպես եւ ինչ պետք է ունենա աշակերտը եւ այս կետի վրա սիրելի քույր եղբայրներ Այսօր գտեսնեմ դարբեր եկեղեցիներու մեջ դարբեր հավատացյալները շատ շեշտը տրած են ոչ թե այս կետի վրա, այս շեշտը տրված են դիսապանության վրա, գիրագյորը եկեղեցի պետք է երթան, քարոզմը պետք է լսեն, մեկ-երկու երգ պարապանեն, շաբթվա մեջ մեկ-երկու հոգին խոսին եթե գրնան, բարյա լախելոքը լա մեղք չկործածեն եւ այսպես սպասեն իրենց մեռնելու օրը, որ Հիսուսի հանդիպեն։ Բայց այդպես չի։ Կորձ արաքելոց մեզ ցույց կտա, որ արաքյալները, որոնք հիմքն էին եկող մյուս տարելու աշակերտներուն, արաքյալները ունեին իրենց նպատակը, ինչպես Հիսուսը ասավ, դուք իմ վկաներս պիտի ըլլաք։ Չասավ դուք ինձ հավատացյալներ պիտի ըլլաք, այլ իմ վկաներս։ Սուրբ Հոգին պիտի կա ձեր վրա, զորությունը պիտի ստանաք եւ իմ վկաներս պիտի ըլլաք։ Երբեմն մենք այս վկան Շատ անգամ մարդիկ կգարձեն վկան սել է վկայություններ, երբեմները վկայել, կամ բատմել ինչ արավ Աստված իրենց համար։ Այո, շատ լավ է, բայց նաև այդ վկայությունը պետք է փոխանցե Քրիստոսի կյանքը ուրիշին, որպեսզի մյուսն ալ կարողանա այդ կյանքի մեջ ապրել։ Կորձ արաքելոցը մեզ այս բոլորս ցույց կտա։ Ինչպես ասի քիչ առաջ, երբ կորձ արաքելոց գիրքը վերջանանք, պիտի առաջարկեմ ուրիշ դարբերակ։ Այդ մարդկանց բոլորին չէ, այդ մարդկանց, որոնք այդ տարբերակին մեջ սկացած են դիրոջ մե, ստացած են բամը դիրոջ մե եւ գուզեն իսկապես այդ տարբերակի մեջ ապրել։ Անոր մասին ավելի ժամանակը կա ցես գասեմ։ Բոլորին համար չէ։ Դժբախտաբար բոլորին համար չէ, քանի որ ես գտեսնեմ, որ դժբախտաբար բոլորը աշակերտներ չեն։ Հավատացյալներ են, նույնիսկ եկեղեցին ծառայող են, մեկ բաներ մգնեմ, բայց աշակերտ ինչպես սուրբ գիրքը գսորվեցնե շատերը այդպես չեն։ Իրենց ընտանեկան կյանքին մեջ, եկեղեցական կյանքի մեջ, ծառայության մեջ, ֆինանսի մեջ, աշխատանքի մեջ եւ այլն։ Եվ այսօր Աստված կպատրաստե իր ժողովուրդը, քանի որ Հիսուս պիտի գա։ Աստված կպատրաստե իր ժողովուրդը, որպես ժողովուրդ դառնա աշակերտ եւ ոչ հետևորդներ։ Այսօրվա մեր ընթերցումին մեջ այս կետի վրա շեշտը պիտի տնեմ։ Եկեք կանք ուրեմն կորձ արաքելոց 13 Անցյալ անգամ մենք տեսանք Բողոս արաքյալ Դիբրոսի մեջ էր ուրեմն 13 համարը գսե Բողոս եւ իր ընկերները Պապոսեն ելան կացին Պամփլեմիայի Պերգեն բայց Հովաննես անոնց մեզ զատվելով Երուսաղեմ անցավ Ինչ պատահեցավ զատվեցավ չենք գիտեր բայց գիտենք որ զատվեցավ Ուրեմն գարաչարգեմ ցես սիրելիներ ցեր սուբ գիրքին հետևեցեք ինչ ես կգարտամ քանի որ այսօր շատ ընթերցում ունիմ եւ ընթերցման մեջ պիտի գանկնիմ Ուրեմն մի նայեք ինձ այլ ցեր սուբ գիրքին հետևեցեք եւ միասին գարտանք ընթերցում ունենք իրար հետ այս 13-14 գլուխը եւ պիտի քաղենք լավ ուղղություններ Տիրոջը շնորհքով Անոնքալ Բերգեյենք անցան կացին եւ հասան Բիսիդիա Անդիոքը եւ շաբաթ օրը ժողովարան մտնելով նստան Հրյական ժողովարան ամեն անգամ որ դարբեր տեղ գերտային արաքյալները Բողոսը գերտային ուր գմտնեին
ժողովարան, որպեսի հրյաներուն հիշեցնեին կամ հրյաներուն հասկացնեին ով էր Հիսուս, ինչ երավ Հիսուս։ Հիմա պիտի տեսնեք Բողոսը երկար բարակ պիտի պատմե 5 տակարանի պատմությունը ցույց տալով հրյաներուն, որ դուք Մեսիան կսպասեք։ Բոլոր մարգարեները գսեն ցես թե Մեսիան պիտի գա։ Եվ ես եկած եմ գսե Բողոս այդ Մեսիան ասելու թե Հիսուս Քրիստոսն է, մերավ եւ հարություն արավ։ Այս էր պատկամը ավետարանի։ Քանի որ անոնք կսպասեին Մեսիան, որպեսի բրգեր զիրենք, եւ Բողոս պիտի կարոզե փրկիչը։ Այն մարդը, որ փրկիչ չսպասեր, դուն փրկիչ կարոզելու այդ իմաստ չունի։ Եթե մեկը չսպասեր, որ ինք փրկության պետք ունի, ինք Աստծո հետ միապանության պետք ունի, ինք Աստծո հետ հաշտության պետք ունի, եթե մեկը չգիտեր թե իր մեղքերը ծանր են եւ պետք է ներվի, դու իրեն փրկություն չես կրնար կարոզել։ Քանի որ մարդը պատրաստ չէ։ Եվ անորմալ դժբախտաբար շատ մարդիկ կծիծաղան այսօր հավատացյալներու վրա, քանի որ այդ հավատացյալ ըստվածները հավատքի խոսքեր գուտան, բայց մարդը պետք չունի։ Ինք գսե թե ինք պետք չունի։ Ուրեմն կարևոր է այստեղ վկայություն ընելու ուղղությունները լավ հասկանաս։ Ուրեմն ինչու համար գերտա հрьяներունքով, քանի որ հрьяները ամեն շաբաթ եւ շաբաթական քանի անգամ կհանդիպեին իրար հետ, կսպասեին Մեսիան, գաղութեին, որ Աստված փրկի իր ժողովուրդը, կսպասեին փրկություն երկինքեն, անորմալ Բողոս կերտա հрьяներուն եւ կսա այդ փրկությունը, որ ամբողջ 5 տակարանի մեջ դուք սպասեցիք, այդ փրկությունը եկած եմ ցեզ քարոզելու։ Հալելույա։ Եվ ժողովարան մտնելով նստան, օրենքին եւ մարգարեներուն գարտացվել են հետո, ժողովաբետները մարդ ղրգեցին իրենց եւ ասին, մարդիկ եղբայրներ, եթե դուք ժողովուրդին խոսելու հորթորական խոսք ունիք, խոսեցեք։ Եթե եկեր եք դուք Երուսաղեմեն եւ մեզի լավ խոսքեր ունիք տալիք, քաչալերելու, հորթորելու, մեզ ոտքի հանելու, խոսեցեք։ Ուրեմն ժողովարաններու, սինագոգներու սովորություններ եւ տարբեր քաղաքները հрьяներ գուկային եւ որ ընթերցումները գվերջանար դիսապանությունը գվերջանար իրենց խոսք ուդային ասելով բամ ունիկ դեղեցություն մգա նորություն մգա ինտերնետ չի գար այն ժամանակ հերախոսներ չկային այդ ժամանակ ուրեմն միան ջամփորդները դեղեցություն գուդային թե ինչ պատահեցավ ասինչ օրը ասինչ տեղը նույն բանն կխնդրեն իրենց եթե դեղեցություն ունիք լավ հորթորանքի խոսք Աստվածային Աստծո գողմեն բամ ունիք ասելիք եկեք եւ մեզի ասեք այնադեն Բողոս ոտքի գայնելով ցերկը շարժեց ու ըսավ ով իսրայելացի մարդիկ եւ դուք որ Աստծուց մեկը վախնակ մդիկ ըրեք ուրեմն այդտեղ գային ժողովարանի մեջ իսրայելացի հрьяներ եւ նաեւ գային ոչ հрьяներ որոնք ընդգրկած էին Իսրայելի Աստվածը հрья չէին բայց հрьяական օրենքի մեջ գուզեին ապրել ուրեմն անոնք Աստծուց է վախծող մարդիկներ դուք որ ասում եք վախնակ մդիկ ըրեք այս Իսրայել ժողովրդին Աստվածը մեր հայրերը ընդրեց ու ժողովուրդը բարձրացուց Եգիպտոսի մեջ բանտուղտյան ադենը եւ զորավոր փազուկով հանեց զանոնք Մովսեսի պատմությունը կպատմեն 40 տարի անապատին մեջ գերագրեց զանոնք Քանանի երկրի մեջ 7 աս կործանելով անոնց երկիրը իրենց տվավ որ ժարանքեն Անգե հետո 450 տարի չափ թադավորներ տվավ անոնց մինչև Սամվել մարգարեն Ետքը թագավոր ուզեցին եւ Աստված Գիսի որդին Սավուղը տվավ անոնց Բենյամինեն ցեղեն մարտը 40 տարի Ուրեմն հետո Զանիկա փոխեց Դավիթը տվավ իրենց թագավոր որուն համար վկայություն տալով ըսավ Հեսվի որդի Դավիթը կդա իմ սրտիս համեմատ մարդ որ իմ բոլոր կամքս պիտի կատարել Ասոր սերունդեն Աստված իր խոստումին պես Իսրայելին փրկիչ Հիսուսը հանեց Կարևոր է այստեղը Դավիթ թագավորը այն թագավորներ որուն ցեղեն պիտի կար Մեսիան Ուրեմն պիտի կար թագավորական ցեղ եւ այդ թագավորական ցեղեն պիտի կար Մեսիան որ հрьяներուն ազատեին իրենց կապանքներեն Ուրեմն Բողոս այս Դավիթի պատմությունը հասավ միջև Դավիթի պատմությունը տեսակ շատ արագ անցուց հասավ Դավիթի պատմությունը ասելով որ այս Դավիթի ցեղեն որ Մեսիան պիտի կա անոր ցեղեն Աստված փրկիչ տվավ Փրկիչ բառը կարևոր է
իրենք շատ լավ գիտեն թե Մեսիան պիտի փրկեր։ Ինք դեռ Մեսիա բառը չի կործածել, քիչ հետո պիտի կործածի։ Բայց կսի ինչրավ Հիսուսը հանեց մեջտեղ։ Մարդիկ չեն գիտեր ով է Հիսուս։ Հрьяաներ անոր մասին լսած չեն նույնիսկ։ Դեր անիգա իր ճաշտոնը չսկսած, ուրեմն Հիսուս դեր իր ճաշտոնը չսկսած, իր ճաշտոնը իբր թակավոր, չմոռնաք որ Դավիդի ցեղեն էր Հիսուս, որբեսի Դավիդի թակավորությունը առներ, Իսրայելի վրա թակավորությունն էր։ Անոնը շատ անգամ Հիսուսին կգանչեն Դավիդի որդի, Դավիդի սերունդեն եկած, թակավորական սերունդեն եկած։ Եվ գսե դերիկ այդ ճաշտոնը չսկսած, Հովաննես նախաբես Իսրայելի բոլոր ժողովրդին ապաշխարության մգրդությունը քարոզեց։ Հովանես մգրդիչն է այստեղ խոսքը։ Ուրեմն նայեցեք ինչպես Բողոս կմոդենա։ Թակավորը եկավ, բայց թակավորը չեկած են, իր ճաշտոնը չսկսած են, այդտեղ ապաշխարություն կքարոզվեր։ Մեղքերու ապաշխարություն, մգրդության ապաշխարություն։ Երբ Հովանես իր ընթացքը կգադարեր, ըսավ. ով կգարձեք թե ես եմ, ես Քրիստոսը չեմ, հաբա անիգա ահա իմ յետևես կուքա, որուն ոտքերուն գոշիկները կագելու արժանի չեմ։ Քրիստոսը ով է, ան որ պիտի կար Հովանես մկրտիչին յետևեն, չմոռնաք, Բողոսը հрьяաներուն կքարոզե։ Եվ նայեցեք ինչպես կմոդեցնե, թե այն Մեսիան փրկիչը Դավիդի սերունդեն Հիսուսն է, որուն համար Հովանես մկրտիչը որ ապաշխարություն կքարոզե, գսե թե ինքը ինձանից ավելի մեծ է եւ ինքն է Քրիստոսը։ Քրիստոս եւ Մեսիան նույն բառն է։ Մեսիան եբրայերեն է, Քրիստոսը հունարեն է։ Ըսել է օձյալը, որոշվածը, ընդրվածը, մատնանշվածը։ Կարևոր էր։ Մարդիկ եղբայրներ։ Աբրահամին դողմին որդիներ, հрьяաներուն գսե, որոնք որ ծեր մեջ աստվածավախ են, այս փրկության խոսքը ցեզի ղրգվեցավ։ Փրկիչ, Քրիստոս, թակավոր, Մեսիա, փրկության խոսք, ղրգված որուն դուք որ աստվածավախ եք։ Աստվածավախը լալ չփավեր, բայց աստվածավախը թուրն է, որ փրկությունը մտնե մարդկանց մեջ։ Աստվածավախներն են, որ փրկություն կստանան։ Դուք աստվածավախներ գսե, այս փրկության խոսքը ցեզի ղրգվեցավ։ Ինչու, քանի որ դեռ փրկված չեք, պետք է փրկվիք, աստվածավախը լալ չի պավեր, կարևոր է, լավ կարևոր թուրն է, առաջին հանգրվանն է, թուրն է, գնամսել անհրաժեշտն է, որ մեկը աստվածավախ լավ որբեսի հասկնա, թե ինք մեղավոր է Աստծո առջև։ Եվ պետք ունի փրկիչի։ Ուրեմն աստվածավախներ, այս փրկության խոսքը ցեզի ղրգվեցավ։ Քանզի Երուսաղեմ բնակողները եւ անոնց իշխանները ոչ զանիգաջանցան, ոչ ալ մարգարեներուն ցայները, որոնք ամեն շաբաթ օրերը գարտային, բայց քրվածները գադարեցին։ Նայեցեք այստեղ կարևոր է։ Հрьяաները գսե որ Երուսաղեմի մեջ են, ինչպես դուք որ այստեղ Բիսիայի մեջ եք։ Հрьяաները ամեն շաբաթ օրը գսպասեն Մեսիային կալուստը, գկարոզեն Մեսիային կալուստը, եւ ահավասիկ Հիսուս այդ Մեսիան է, բայց Երուսաղեմի ժողովուրդը չընդունեց, իշխանները չընդունեցին, չջանցան եւ չընդունեցին նաեւ մարգարեներուն խոսքը, որ ամեն շաբաթ կսեն իրենց, թե Հիսուս Քրիստոս, ոչ թե Հիսուս, Մեսիան պիտի կա։ Ուրեմն գսե դուք պատրաստված եք այդ Մեսիային մասին սպասելու, բայց ես եկել եմ այդ Մեսիան ցեզ ասեմ, թե Քրիստոսն է։ Եվ մահվան պատճառ մնալ չկդած, Բիղադոսին խնդրեցին, որ անիգա սպանվի։ Նայեցեք, շեշտը գտնի ինչ պատահեցավ Հիսուսի վրա, բայց Հիսուս բառը ըսել են առաջ, փրկիչ, թակավոր, Մեսիա, Քրիստոս։ Որպես այդ մարդը, որ մեռավ եւ խաչվեցավ, այդ մարդը որոշված էր Աստծո կողմեն Իսրայելի համար եւ աշխարհի համար, Դավիթի սերունդեն, որ պիտի փրկեր մարդը, բայց անոնք չընդունեցին գսե եւ Բիղադոսին մատնեցին, Բիղադոսն ալ սպաննեց։ Երբ անոր համար բոլոր քրված բաները գադարեցին, փայդեն վար իջեցնելով գերեզմանին մեջ դրին։ Քրված բաները գադարեցին։ Որ քրված բաները։
Հрյաները լավ գիտեն ինչ մասն է խոսքը։ Սաղմոս 22, Եսայի 53, այս բոլոր մարգարեությունը, որ գլա Հիսուսի համար, ավելի Մեսիային համար, Սաղմոս 110, Մեսիային համար, դուք կս այս բոլորը գիտեք, մարգարեները գիտեք, բայց դուք մարգարեներին չլսեցիք, ըսպանեցիք այն Մեսիան, որ եկավ, քերեզման տրիկ կս այստեղ, բայց Աստված զանիգա հարուցանեց մերելներեն։ Ավասիկ ամենակարևոր շեշտը, որ այն Մեսիան, այն մարդը, որ մարդ կգարձեիք, քերեզմանը չընդունեց զինք նույնիսկ, հարուցանեց Աստված, որբեսի մեր մեղքերի թողությունը լա։ Եվ այստեղ գսե, բայց Աստված զանիգա հարուցանեց մերելներեն Հիսուս շատ օրեր երևցավ անոնց։ Ավասիկ Հիսուս։ Հիմա շեշտը տրավ Հիսուսի վրա։ Քրիստոսը, Թագավորը, Մեսիան, Բրգիչը Հիսուս։ Այս բոլորը Հիսուսն է, որ մերցուցին, բայց հարություն արավ։ Եվ երևցավ շատ օրեր իրենիներուն։ Ու իրեն հետ Գալիլեայեն Երուսաղեմ ելեր էին, որոնք հիմա անոր վգաներն են ժողովրդին արչև։ Հիմա ուրեմն Բողոս շեշտը գտնե Հիսուս Քրիստոսի հարության վգաներու մասին, թե ինչ որ ես ցեզ գբատմեմ բացմություն չէ, ինչ որ ցեզ գբատմեմ թեորիա չէ, առասպելներ չեն, հին գդագարանին մեջ քրվածները իրականացավ եւ իրականանալուց հետո վգաներ ունենք այսօր, որ իր հարությունը գվգայեն, թե ինք այո մերավ խաչին վրա մենք տեսանք եւ այո մենք կտեսնենք ինք հարություն արած։ Մենք կալ ցեզի համար 32, մենք կալ ցեզի կկարոզենք այն խոստումը, որ հայրերուն ըրած էր, որ Աստված կդարեց մեզի, որ անոնց զավակներն ենք Հիսուսը հարուցանելով, ինչպես երկրորդ Սաղմոսին մեջ ալ գրված է։ Ավասիկ շեշտը գտնե, որ Աստված խոստում տված էր Մեսիան ղրկել, չարչարվիլ եւ հարություն առնել։ Եվ այդ խոստումը կդարեց, որ խոստումը տված էր մեր հայրերուն, Մովսես, Աբրահամ, մինչև մարգարեները, մինչև մեր հայրերը, դուք հրյաներ, որ գիտեք այս բոլորը գսե։ Այդ խոստումը կդարեց մեզի, որ մենք այստեղ ենք, մենք տեսանք Հիսուսը հարություն արավ։ Ինչպես երկրորդ Սաղմոսի մեջ գրված է, «Տուն իմ որդիս ես, ես այսօր քեզ ծնա»։ Իրենք հրյաները շատ լավ գիտեին այս միտքը։ Եվ որ ես քեզ ծնա գսե ու շատ եղեք, ոչ թե Հիսուս չգար, ոչ թե որդին չգար եւ Աստված ծնավ որդին, ինչպես Եհովայի վգաները գսեն, ոչ, այլ իբր Հիսուս Մեսիա Թագավոր Բրգիչ Քրիստոս ինքը հայտնվեցավ այսօր, երբ ինք մերավ եւ հարություն արավ։ Իր հարությունը փաստեց իր աստվածությունը։ Այսօր ես քեզ ծնա եւ որ զանիգա մերելներեն հարուցանեց անգամ մնալ աբականություն պիտի չտեսնե։ Այսպես կսե, ցեզի պիտի դամ Դավիթին հավատարիմ սուրբ խոստումները եւ ուրիշ Սամոսին աչ կսե, դուք սուրբիտ աբականություն տեսնել պիտի չդաս։ Այս բոլորը իրենք կգարձեին Դավիթին համար, թե Դավիթի սերունդեն պիտի կային Մեսիան եւ Դավիթը ինք իր մասին կխոսի, որ աբականություն պիտի չտեսնե եւ Բողոս կսե Դավիթը իր թարուն մեջ Աստծո գամքին ծառայելով մերավ եւ հայրերուն կով կրթրվեցավ եւ աբականություն տեսավ։ Մարմինը քերեզմանի մեջ աբականություն տեսավ։ Ուրեմն գսե այս խոսքը Դավիթին համար չէր։ Այս խոսքը Դավիթի սերունդեն եկող Մեսիային Քրիստոսին համար էր, որ ինք աբականություն պիտի չտեսներ, քանի որ ինք երրորդ օրը հարություն արավ, մարմինը աբականություն չտեսավ։ Ուրեմն շեշտը գտնե Հիսուս Քրիստոսի հարության վրա, քանի որ այդ հարությունով իրենք փրկություն պետք է ունենան, հարության վստահելով դու պիտի քո խոստու մեղքերդ խոստովանես եւ փրկությունը ստանաս։ Ուրեմն համար 37-ը բայց ան որ Աստված հարուցանեց աբականություն չտեսավ, Հիսուսի մասն է խոսքը։ Ուրեմն հայտնի ըլլած ցեզի մարդիկ եղբայրներ, լավն այցեք ինչ կսե, Հիսուսի միջոցով ցեզի մեղքերու թողություն կկարոզվի, այն ամեն բաներեն, որոնց մե Մովսեսի օրենքով չգրցակ արդարանալ, բայց ամեն ով որ Հիսուսին հավատա, պիտի արդարանա։ Այս գեդը, այս համար 38-ը եւ 39-ը հստակ հրյաներուն համար գսե։ Դուք այսչափ տարիներ, այսչափ տարեր Մովսեսի օրենքով գուզեք արդարանալ։
Գպապակիկ արդար ըլլալ, գպապակիկ Աստծո հաջերի ըլլալ, գպապակիկ Աստուծո գողմեն ձեր մեղքերը ներվիլ, ամեն ինչ կնեք, որ ձեր մեղքերը ներվիլ, դաջար գուկակ ձեր զոհապերությունը գնեք, զոհողությունը գնեք, այս գնեք, այն գնեք, որ ձեր մեղքերը ներվիլ, որ դուք արդարանաք Աստծո առջև, բայց դուք չգրցակ, դուք շատ լավ գիտեք ով եղբայրներ, ով հայրեր, ով կահանաներ, շատ լավ գիտեք, որ դուք ձեր մեղքերեն ազատված չեք, ինչու, քանի որ օրենքը չի գրնար ձեզ ազատել, այդ բոլորը որ դուք ըրիք միջև այսօր, այդ բոլորին ես ձեզի բարի լուր կուտամ, որ միայն Հիսուս Քրիստոսով գա մեղքերու թողություն, արդարություն, դուք օրենքով չգրցակ, սիրելի քույր եղբայրներ, ես հիմա մեզի գսեմ մեր հայերուս, բարի գործերով չէ որ մենք երկինք կերտանք, մենք խելոք ըլլալով չէ որ երկինք կերտանք, դիսապանություններ ընելով չէ, 10 անգամ հայրմեր աղոթելով չէ, 50 միլիոն մոմ վարելով չէ, 50 անգամ խաչ հանելով չէ, այս դիսապանական օրենքներով չէ որ մեկը գարտարանա, այլ բարձաբես երբ իր կյանքը գանցի դեր Հիսուս Քրիստոսի, ընդունելով որ Հիսուս թագավոր է, ընդունելով որ Հիսուս Քրիստոսն է, ընդունելով որ Հիսուս Մեսիան է, ազատողն է, փրկիչն է, ընդունելով որ մենք մեղք ունենք եւ փրկության պետք ունենք, այն ժամանակ երբ Հիսուս Քրիստոսը գտնունիս մեղքերու թողություն կստանաս եւ գարտարանաս Աստուծո առջև։ Մեկ ադալ գարտամ։ Ուրեմն հայտնի է ցեզի մարդիկ եղբայրներ, որ Հիսուսի միջոցով ցեզի մեղքերու թողություն կկարոզվի։ Եթե մեկը ասե ես մեղք չունիմ, Հիսուսի պետք չունի։ Այսօր շատեր կսեն մեղք չունենք։ Հիսուսի ներոթու մեղք ունեցողն է, դարաբողն է մեղքը, որ մեղքը կդարաբեցնե քեզ, այն մարդը կսե ով պիտի փրկե ինձ այս վիճակես եւ Աստծո պատասխանը այդ է Հիսուս Քրիստոս մերավ հարություն արավ հաղթեց մահին հաղթեց մեղքին դունալ գրնաս ազատագրվել դունալ գրնաս փրկություն ստանալ այս կս այստեղը Հիսուս Քրիստոսի մեղքերու թողություն կարոզվի այդ ամեն բաներն որոնց մե Մովսեսի օրենքը չգրցակ արտարանալ այո բայց ամեն ով որ Հիսուսի հավատա պիտի արտարանա հալելույա այս կարևոր գոչ է կարևոր գոչ է մեր հայերուս համար ալ կարևոր գոչ է արցաններու արջև աղոթքը չի փրկեր քեզ քո տրամներով եկեղեցի շները չի փրկեր քեզ քո ամեն տրամներն ինձ աղքատներուն դաս չի փրկեր քեզ մարդը իր չանքերով չի գրնար փրկվել որ կանալ ուզես չես կրնար մեղքը մեղք է մեղավորը մեղավոր է միայն դեր Հիսուս Քրիստոսի արյունն է որ գրնա քեզ փրկել Քանի որ միան ինքն է որ մերավ եւ հարություն արավ ոչ մեկ սուրբ ոչ մեկ մարդ ոչ մեկ անձ ոչ մեկ հրեշտակ ոչ մեկ հրաշք քեզ փրկողը դեր Հիսուս Քրիստոսն է եթե դու ընդունիս որ դու մեղավոր ես եւ միան փրկիչի պետք ունիս եւ այն փրկիչը մեկ հոգի մերավ եւ մեկ հոգի հարություն արավ այն ալ Հիսուս Քրիստոսն է հալելույա հալելույա արդ համար 40 Զգուշացեք, որ չլատե ձեր վրա կա այն, որ մարգարեներու մեջ ըսված է։ Նայեցեք հիմա հանդիմանություն, մեղքի հետևանքը։ Ձեր վրա չլա ինչ որ մարգարեները ըսած են, ինչ ըսած են։ Նայեցեք արհամարողներ եւ զարմացեք ու չնչացեք, ոչ չնչացեք Վասնզի կորձմը պիտի ընեմ ձեր օրերու մեջ այնպիսի կորձմը, որ եթե մեկը ձեզի բատմե, պիտի չհավատաք։ Ինչ սերգուզ է։ Ահավասիկ կսե ուշադիր եղեք։ Աստված մարգարեներուն միջոցով ըսավ, պիտի ոչնչանաք։ Նայեցեք, հետևանքը մեղքին։ Պիտի չարչարվիք, պիտի բատջվիք։ Ուրեմն այստեղ կսե դուք հրյաներ, դուք ոչ թե քանի որ հրյա եք պիտի փրկվիք։ Ոչ թե քանի որ դուք Իսրայել եք պիտի փրկամ Երուսաղեմ Գաբրիկ պիտի փրկվիք ոչ թե քանի որ դու քեզի հայ քրիստոնյա գսես որ պիտի փրկվիս ոչ թե քանի որ մենք մեր հայերս առաջին քրիստոնյա ասկ եղած ենք որ պիտի փրկվենք ոչ Հիսուս Քրիստոսը չընդունողը ավաստեղ գսե նայեցեք արհամարողներ եթե դուք գարհամարհեք դեր Հիսուս Քրիստոսը ուրիշ ոչ մեկ Փրկություն չկա, եթե գարհամարհես միայն այն, որ մերավ եւ հարություն արավ քեզ համար։ Դավիթի որդին Հիսուս Քրիստոսը, Մեսիան, Փրկիչը, եթե գարհամարհես, քեզ փրկություն չկա, քեզ միայն ոչնչանալ կա։ Սերմեք կոտով հավիդենական գորուստ, հավիդենական բադիժ, հավիդենական դժոխք։ Սիրելի քույր եղբայրներ նորեն կգրտնեմ։ Մենք բոլորս սկսես սուբկիրքը մեղավոր ենք եւ ինգած ենք մեղքեն, Աստծո փառքեն։
Մենք պետք ունենք բրգվելու։ Շատեր չեն գիտեր, շատեր չեն հասկանար, շատեր գարձել մենք հայ ենք, լավ ենք, խելոք ենք, բարի ենք, քրիստոնյա ենք, մեկ հատ խաչը գախենք վիզերնից, կսենք որ մենք քրիստոնյա ենք։ Այդ բրգություն չէ, գրնաս դու ինչ ուզես ըրե, բայց արհամարհես եւ որ դու Քրիստոսը չես ընդունիր որ քո դերը եւ բրգիչը, եթե չես ընդունի Տիրոջը եւ չես խնազանդիր, եթե չես հավատար որ ինք մերա որ դու բրգվիս, ինք անիծվեցավ որ դու բրգվիս օրտնվիս, եթե Հիսուսի չես հանձնվիր, դու գարհամարհես Հիսուսը, եւ եթե դու գարհամարհես Քրիստոսը, սիրելի քույր եղբայր, խնդիր կա այդտեղ մեծ քեզ համար։ Գորուստ Հավիդյանս Հավիդենից։ Եվ ասիկա Բողոս անունով հավատացյալներուն գսե, հրյաներուն գսե։ Մինչև այսօր հրյաները գարձեն, որ իրենք ազո ժողովուրդ են։ Մինչև այսօր մենք քրիստոնյաներս ավելի մենք հայերս կգարձենք, որ մենք քրիստոնյա ենք։ Մենք ազո ժողովուրդ ենք։ Մենք։ Այս կարոզը գրնանք հիմա մենք իրար դալ։ Ասելով որ դուք ինչ կգարձեք, որ քանի որ հրյա ես պիտի բրգվիս։ Քանի որ դու Աբրահամի սերունդն ես պիտի բրգվիս։ Քանի որ դու մարգարեները գճանշտաս պիտի բրգվիս, կամ սուբ գիրքը լավ գիտես պիտի բրգվիս։ Ոչ։ Բրգություն եւ արտարանալ գայստը գսե միայն դեր Հիսուս Քրիստոսի անունով։ Քանի որ միայն ինքը մերավ եւ հարություն արավ։ 4-րդ գլխում մեջ ալ գրված է. երկնքի դակ գսե ուրիշ ոչ մեկ անուն չկա, բացի մեկ անուն, որովմով բրգություն կա եւ այդ անունը դեր Հիսուս Քրիստոսն է։ Օրտնյալը լա, որ մենք կհասկանանք այս կետը սիրելիներ։ Այո, քրիստոնեական ճշմարիտ կյանքը շատ խիստ հստակ որոշում է։ Եթե մենք ուզենք իրական Քրիստոսի հետևորդները լանք, եթե մենք ուզենք իրական Քրիստոսի աշակերտները լանք, մենք ունենք խիստ քայլեր անելու Տիրոջ ճամփուն մեջ մնալու համար։ Այդ ինչպես ասեմ, խափած են երբեմն մեզ, որ մենք կգարձենք, որ մենք հավատացյալ ենք։ Քանի որ մի քանի բաներ գնենք եւ մենք կգարձենք հավատացյալ ենք։ Քեզ ով արտարացուց։ Ինչպես արտարացած ես, արդյոք արտարացած ես, եթե արտարացած ես, դու մեղքի խնդրեմ ունիս եւ մեղքի վարձքը մահ է, ինչպես այստեղ գսե, արհամարհանք եւ վախ։ Մահ։ Մտածի ասոր մասին։ Երբ անգե դուրս ելան, ուրեմն այստեղ գրեստեք որ Բիսիթիայի մեջ, ժողովարանի մեջ կխոսվի։ Երբ որ վերջացավ ժողովարանը եւ դուրս ելան, գաղաչեին, որ հետևյալ շաբաթ ալ նույն խոսքերը իրենց խոսին։ Հրյաները գաղաչեին, գխնդրեին։ Երբ ժողովուրդը արձակվեցավ, հրյաներեն եւ նորահավատ բարեբաշտներեն շատեր Բողոսին եւ Բարնաբասին յետևեն գերտային, որոնք կխոսեին անոնց հետ ու կհորթորեին զանոնք, որ միշտ Աստծո շնորհքին մեջ հաստատ գենան։ Հաստատ գենալը շատ կարևոր է։ Քանի որ շատեր երբ որ այսպես ավետարանի խոսքը գլսեն, թերևս դու որ հիմա գլսես, մեջ այսպես կփորփոքի եւ գսես ասինչ լավ է, այո, ամեն եւ այլն։ Բայց գիտեք, երբ որ օրերը գանցնին, երբ որ այս հավատքի խոսքերը քո մեջ քիչ մը գմորացվի, շատ շուտ կգնաս շեղիլ։ Բողոսը եւ Բարնաբասը գսեն հաստատ կեցեք այս նվերին, քանի որ Հիսուս Քրիստոս շնորհք է, նվեր է, որ Աստված տվավ։ Մովսեսի օրենքը չէ, որ դու բաներ մնես, նվեր է, որ Աստված տվավ։ Ուրեմն մնա այս շնորհքի մեջ, որուն մեջ, Հիսուսի մեջ։ Մնա Հիսուսի մեջ հաստատ։ Մինայր աճծախը, քանի որ ենք շատ լավ գիտան, որ այդ շաբաթեն մինչև մյուս շաբաթ, այդ շաբաթվա մեջ շատ խնդիրներ պիտի ըլլան։ Շատեր պիտի կան եւ պիտի խանգարեն իրենց հավատքը։ Շատեր պիտի կան եւ պիտի ծաղրեն իրենք։ Շատեր պիտի կան եւ պիտի ասեն, որ այս ինչ կհավատացնուն։ Այս բանը ավելի կարեւոր է, այն բանը ավելի կարեւոր է։ Հիմա նայեցեք ինչ կպատահի։ Հետևյալ շաբաթ օրը մենք չենք գիտեր այդ շաբաթվա մեջ, շաբաթ օրվան է միջև մյուս շաբաթը ինչ պատահեցավ չենք գիտեր։ Բայց կրնան կրահել։ Հետևյալ շաբաթ օրը գրեթե բոլոր քաղաքը հավաքվեցավ Աստծո խոսքը լսելու։ Գրեթե բոլոր քաղաքը։ Ուրեմն այդ շաբաթվա մեջ Բողոս եւ Բարնաբասը դունը չի նստան։ Ցերկերին ձալած չմնաց։ Շաբաթվա մեջ շարունակեցին փողոցները, ճամփաները, մարդկանց դուները հարադևելով, ընկերություն ունելով, խոսելով
Տիրոջ խոսքը սկսան դալ եւ ամբողջ քաղաքը լսեց, որ ավետարանիչներ կան, որ նոր բան կարոզեն, հрьяներեն շատերսին Մեսիան եկել է, Հիսուսն է Մեսիան, որ մերավ եւ հարություն արավ։ Այո, այս ինչ լավ բան է։ Ուրիշներսին այս ինչ փրկության մասին գխոսիկ, ինչ փրկություն, ինչ մահ, ինչ հարություն։ Մեկը հարություն արած է, ով հարություն արած է։ Երտանք տեսնենք ով է այդ հարություն առնողը։ Արդյոք գա մեկը, որ մերնել են հարություն գրնա առնել։ Այսպես ըսիեսավներ բոլոր շաբաթվա մեջ լեցվեցան եւ հաջորդ օրը բոլոր քաղաքը եկավ։ Իսկ հրյաները, եւ որ այստեղ է հրյաները, խոսքը քահանաներու մասին է։ Երբ տեսան այդ բազմությունը, նախանցով լեցվեցան ու Բողոսին ըսածներուն դեմ գխոսեին հագարագելով եւ հայոյություն ընելով։ Ինչու այդ հրյա քահանաները առաջինները պետք է ըլլային, որ ընդունեին Բողոսին խոսքը։ Ինչու չընդունեցին։ Համարը գսե գնախանցեին։ Գնախանցեին ինչու։ Գնախանցեին, քանի որ իրեն ժողովարանը գբարբվեր։ Գնախանցեին, քանի որ Բողոսը կալեն առաջ, իրեն ժողովարան մի 20-30 հոգի գար։ Բայց հիմա ամբողջ քաղաքը լեցվեցավ։ Ինչու մեզ համար չգան Բողոսին համար եկան։ Այսպես բաներ հիմա հովիվներն ալունին, քահանաներն ալունին, հիմա էլ նույն մարդի գնեն, նույն վիճակի մեջ ենք։ Երբ որ նախանցը գուքա, իրենք պետք է ուրախանային ասելով այն Մեսիան մենք կսպասեինք, որ մենք չէինք կրնար արտարանալ Մովսեսի օրենքով, մեզի վերջապես արտարանալու, մաքրվելու, սրբվելու միջոց տրվեցավ, Հիսուս Քրիստոս Մեսիա փրկիչը եկավ, հալելույա, լավ բան է, լավ լուր է, բարի լուր է, այդ ասելու դեղ սիրելիներ սկսան նախանցիլ, ինչու այս, ինչու այն, եւ սկսան հայոյել։ Ուրեմն այստեղ հայոյանքը ոչ թե մեր քիծած հայոյանքներն են, այլ հայոյանքը հոգևոր բաներու թիմաց։ Արհամարհանքը հայոյանք է սիրելիներ։ Քիչ առաջ կարծացինք եւ գարհամարհեք կսե։ Արհամարհելը անդարբեր ըլլարը հայոյել է սուրբ գիրքին մեջ։ Եվ դու գմերժես ավետարանի լուրը, դու գհայոյես սուրբ գիրքին մեջ, սուրբ հոգին։ Եվ սուրբ գիրքը մեզ գսե հայոյանք այդ որ դու գմերժես աստվածային ճշմարտությունը։ Եվ որ ես քեզ գխոսեմ Աստծո մասին, դու գսես հիմա մի խոսիր, հիմա պետք չունիմ, ես իմ կյանքս կարևոր է, դու գհայոյես այդ ռոբեին։ Այդ հայոյանքը որ հрьяները գնեին, այդ մեր քիծած փողոցային հայոյանքները չեն։ Հուսամ չեք այոյեր այդպես, բայց այդ հայոյանքները չէ որ մենք կլսենք երբեմն։ Այդ հայոյանքը, որ գահայոյին գսե եւ գահագարագեին, այդ քահանաներն էին, որոնք կմերժեին, գարհամարհեին, անդարբեր էին, գահարցագեին, գահագարագեին։ Այս Աստծո համար հայոյանք է։ Գիտեք, քանիներ այսօր այդպես են։ Քանիներ այսօր այդպես են չեն ընդունիր քեզ եւ գահագարագին քեզ եւ դժբախտաբար հավատացյալներ, որոնք իրենց կարծածին մեջ չես, ուրեմն դու մեղավոր ես, դու ասես, դու անես եւ կսկսին քեզի թեմ, քո թեմ, եկո յետևեն հայոյել եւ հագարագիլ։ Այն adեն Բողոս եւ Բարնաբաս համարձակեցան ու ըսին. Պետք էր առաջ ցեզի խոսվեր Աստծո խոսքը, բայց որովհետեւ դուք զանիգա գմերժեք ու ինքզինքնիդ հավիդենական կյանքի արժանի չեք սեբեր, ահա մենք հետանոսներուն գտարնանք։ Հրյաներուն պետք է երթար, քանի որ նախ պետք է հրյաները գիտնային, որ իրենց աշխապ տարիներու բաշտած Աստվածը իրենց աղոթներուն պատասխանը տվավ, եւ պատասխանը Հիսուսն է։ Պետք է որ իրենք գիտնային։ Հետանոսները չէին գիտեր ասպանը, բայց հրյաները կսպասեին։ Անորմալ պետք էր որ Բողոսը եւ քարոզիչները նախ երթային ժողովարան։ Բայց դայեցեք ինչ կվադայի։ Դուք ցեզի գսե ինքզինքնիդ հավնական կյանքի արժանի չեք սեբեր։ Ինչ ծանր խոսք, ահավասիկ ամենամեծ հայոյանքը։ Աստված մեզի հավնական կյանքը կբարգեւե Հիսուս Քրիստոսով իր մահով եւ հարությունով, եւ այս մարդիկ իրենց դուրս կտնեն հավնական կյանքեն։ Մեկ խոսքով իրենց պատճառաբանություններով իրենց արժանի չեն սեբեր Քրիստոսի զավակներ ըլլալ։ Ինչ ցավալի է, ինչ ցավալի է։ Երևակայեցեք մեկը, որ 1 միլիոն գշահի օրինակի համար, իրեն 1 միլիոնը դրամը գուտանք, բայց մարդը գսե ես պետք չունիմ 1 միլիոնի, ես կշարունակեմ մուրալ։
աղկատը, որ գմուրա, իրեն 1 միլիոն գուդաս, ինքը գսես բետ չունիմ, ես կշարունակեմ մորալ։ Ինչ գսես տուն, գսես ով խեղճ մարդ, այդ մեծ հարստութենեն դու քեզի դուրս հանեցիր, քեզի նվեր կտրվի այդ հարստությունը, վերցուր եւ ապրիր։ Ինչպես այսպես Աստված հարստություն մեզի կուտա, հավիտենականությունը կուտա եւ մարդիկ բարապ պատճառներով մեր հայերուն մեջ այնքան կան, որ մեր սիրտը գցավի, բարապ պատճառներով, քաղաքական պատճառներով, ինչ գիտեմ նախանցության պատճառներով, դքեդության պատճառներով, մերժելու պատճառներով իրենց դուրս կտնեն այդ մեծ օրտնութենեն։ Ով խեղճ մարդ կսենք երբեմն իրենց։ Ինչ խեղճ ես տուն, եթե դու այս մեծ օրտնությունը չես ընդունիր եւ դուրս կտնես դու քեզ։ Եվ հետո գսեն Աստված ինչու մարդկանց դժոխ կտանի։ Աստված մարդկանց դժոխ չի տանիր։ Աստված մարդկանց գուզե որ հավերական կյանք ունենան, բայց մարդը ինքը իրմով, իր մերժությունով, իր հագարագությունով ինքը դուրս կտնե այդ օրտնութենեն։ Ինքը հավերականությունը դված է մարդուն։ Հիսուս Քրիստոսով դերը գուզե որ մենք հավերական կյանք ապրենք, բայց խնդիրը այդ է որ ամեն մարդ ինքը որոշում պիտի առնե մեջը մտնե կամ ոչ։ Եվ այսօր շատեր կան մանավանդ անոնք որ հավատացյալ գսեն իրենց, որ այսօր չեն ապրիր այն Տիրոջ մեծ օրտնությունները, գսպաղվին իրենց հարցերով, իրենց դուներով, իրենց զավակներով, որոնք պիտի ամուսնանան ամուսնությունով գսպաղվին, որոնք երեխա պիտի ունենան երեխայությունով գսպաղվին, որոնք կորձ պիտի ունենան կորձով գսպաղվին եւ իրենց այդ հավանական օրտնութենը դուրս կտնեն։ Այս ոչ թե միան ապաշխարության վերստին ծնունդի մասին է խոսքը, այլ նաև ամեն օրվա օրտնությունները վայելելու համար գսեմ այս։ Շատերը այն մեծ օրտնություններ Աստված գուզե տալ այդ օրը իրենք եւ իրենց կորձի պատճառով, իրենց դարբեր պատճառներով իրենց դուրս կտնեն հավանական այդ քեղեցիկ խոսքերեն։ Դուք ցեզի արժանի չեք սեբեր։ Հիսուս մերավ այս մարդկանց համար եւ իրենց արժանի չեն սեբեր, քանի որ գահագարագին գար համարեն գահայոյեն Հիսուս Քրիստոսի պատկամին։ Այսպես ասեք ձեր 4 կողմիներուն։ Ըսեք իրենց, ծորվեցուցեք իրենց, փոխանցեցեք իրենց։ Եվ անոնք որ մեզ գեդևին տունալ։ Քո բրգությունը գախյալ չէ այս կամ այն հարցերեն Հիսուս Քրիստոսի նվիրյալ կյանքեն։ Որչափ կնվիրվիս, անչափ գործնվիս, որչափ դու քեզ հերուկ վահես, անչափ արժանի չես սեբեր դու քեզ այդ օրվա օրտնությունը ապրելու։ Եվ անոր համար գսե հիմա մենք պիտի տանք թեպի հեթանոսներուն։ Վասնզի դերը համար 47-ը, վասնզի դերը այսպես պատվիրած է մեզի, քեզ հեթանոսներուն լույս տրի, որբեսի թուն բրգության պատճառը լաս մինչև երկրին ձայրերը։ Սիրելի քույր եղբայրներ, այս համարը գուզեմ գրտնել, անոնք որ մեր մեջ վերստին ծնված են, անոնք որ մեր մեջ ունին այդ փափակը հոգիներ բրգելու։ Իմ գոչս այդ պիտի ալա։ Եկող ծառայությունները այդ ուղղությամբ պիտի երթան։ Ձեզ գարաչարգեմ հետո։ Անոնք որ ունին իրենց մեջ այդ հոգիներ բրգելու ցավը, նայեցեք ինչ կսե, քեզ այդ քո վրա տար։ Դու քո վրան առ։ Քեզ հեթանոսներուն լույս տրի, որբեսի տուն բրգության պատճառը լաս մինչև երկրի ծայրերը, մինչև երկրի ծայրերը բրգության պատճառ պիտի լաս։ Հալելույա։ Հուսամ մեր այս ծառայությունները, որ ես կնեմ, հուսամ ես այս մարդը ըլամ, հեթանոսներուն, ոչ հավատացյալներուն, քիչ հավատացյալներուն, շատ հավատացյալներուն, ինչ որեն է, լույս ըլամ, որբեսի բրգության պատճառ ըլամ մինչև աշխարհին ծայրերը։ Ասիկա դու ալ պետք է մտնես անոր մեջ։ Դու չես կրնար ուրեմն քո աղոթներով, քո ֆինանսներով պիտի օգնես, որբեսի մեկը կարողանա երթա եւ բրգությունը լա ուրիշներուն։ Միսիոնարներ պետք ունենք, դուրս կացող մարդ պետք ունենք, դու չես կրնար աղոթե եւ գումար դուր, որբեսի մարդը այդ գումարը առնե, ապրի եւ այդ ապրումով երթա եւ ավետարանը քարոզե։ Ժողովուրդ մենք պետք է այսիկա հրաման է Տիրոջը կողմեն։ Բոլորիս համար։ Հեթանոսներուն լույսը քեզի, որբեսի երթաս ավետարան քարոզես եւ շատեր բրգվին, պատճառը լաս շատերուն բրգությանը։ Չմոռնաք դերը գսե այսպես պատվիրեց մեզի, մեզին կարևոր է այստեղ։ Եվ գիտեք ես այս թեմայի վրա շատ լուրջ եմ, ինքնագոչ հավատացյալներ, ինքնագոչ քարոզիչներ, ինքնագոչ հովիվներ, ինքնագոչ միսիոնարներ, ինքնագոչ ավետարանիչներ չգա սուրբ գիրքին մեջ։ Միշտ միապանության մեջ է։
Եվ այսօր գրնամսել ցեզի եկեղեցի մեջ ցավը եւ քանթումը գնեն այդ տեսակի հավատացյալներ ըսված մարդիկներ, որոնք իրենց տիրոջ մի բան կստանան, առանց ոչ մեկուն բան մսելու, առանց միապանությամբ, առանց գողքին ունենալու քույրեր, եղբայրներ, գավ իր գլխին վրա ունենալու հովիվ կամ առաջնորդ, ինքը իր գլխով բաներ մգնե։ Եվ ըսեմ ցեզի, այդ մարդը գար համարհե Քրիստոսի մարմինը։ Եվ վայ այդ մարդուն։ Գրնալավ բաներ քարոզել, բայց դերը իր քարոզին ոչ մեկ բանին օգուտ չներ։ Մեզի դրվեցավ։ Ուրեմն այդ մեզին կարևոր է։ Այդ Քրիստոսի մարմինը միապանությունը շատ կարևոր է, որ միացնապար դիրոջ կորձի երթա առաջ։ Այս բանը լսելով համար 28-ը հետանոցները գուրախանային ու Աստծո խոսքը գփարավորեին եւ որոնք որ հավնական կյանքի սահմանված էին հավատացին։ Հրյաները գարհամարհեն, Աստծո խոսքը լսողները գարհամարհեն, բայց օդարները, այն մարդիկ որ բանից տեղյակ չեն, այդ մարդիկ որ իսկապես կուզեին փրկություն կավեր իրենց օրենքները, իրենց աստվածները, իրենց պանթեոնները, այդտեղ հունական մթնոլորտը ոչ մի բան չեր փոխեր իրենց մեջ, անորմալ գուրախանային որ Աստված շնորհ կրավ իրենց, փրկիչ խրգեց իրենց, այդ ինչ մեծ ուրախություն է։ Ժողովուրդ, մարդիկ կան մեր չորս կողմը, որ գսպասեն քո երթալդ եւ քո ավետարան քարոզելդ, որբեսի ուրախանան եւ փրկվին։ Դու մինայ այդ մի քանիներուն որ քեզ գարհամարհեն, այդ մի քանիները որ քեզ արկել կլան, այդ մի քանիները որ քեզի անչափալ կարևորություն չեն դար, դու կնա այնտեղ որ մարդիկ պետք ունեն քեզ։ Եվ ան որ հավերական կյանքի սահմանված էին, հավատացին։ Մենք չենք գիտեր ով պիտի փրկվի։ Ես չեմ գիտեր ով պիտի փրկվի, ես միան գիտեմ որ ես պիտի քարոզեմ։ Ես վգայեմ, ես պիտի քարոզեմ, ես պիտի վգայեմ, ես պիտի երթամ, ես պիտի ասեմ ճշմարտությունը առանց վախի։ Չեմ գիտեր ով պիտի փրկվի։ Ով սահմանված է փրկության, ես չեմ գիտեր։ Իմ ասելով չէ որ մարդը պիտի փրկվի։ Իմ լավ քարոզելով չէ որ մարդը պիտի փրկվի։ Դերն է որ մարդուն կփրկե, մենք չէ։ Բայց մենք բարդականություն ենք երթալու։ Նայեցեք կսե եւ բինք պիտի երթանք միշտ աշխարհի ծայրերը։ Աստված է փրկողը, մեր բարդականությունն է քարոզել ճշմարտությունը ըսել եւ ապրիլ, թիմացինին բարդականությունն է խոնարհիլ, ապաշխարել եւ քալել դիրոջ ճամփուն մեջ։ Ամեն մեկս մեր բաժին ունի։ Այսօր գսեն ավետարանչության երրորդություն։ Աստված սրդեր փոխողը, ես դիրոջ խոսքը քարոզողը, իսկ թիմացինը ապաշխարողը։ Ամեն մեկը իր բաժին ունի։ Որբեսի ապաշխարությունը, ավետարանչությունը կատարյալ լա։ Ամեն։ Տերոջ խոսքը բոլոր գավառը գդարածվեր, բայց հրյաները քրքրեցին, լավ լսեք, բարեբաշտ եւ բադվագան գիները ու քաղաքին մեծերը եւ Պողոսին ու Բարնաբասին դեմ հալածանք հանելով զանոնք իրենց սահմաններեն դուրս ըրին, անոնքալ իրենց ոտքերին փոշին անոնց դեմ թոթվելով իգոնյակացին, աշակերտները ուրախությամբ եւ սուրբ ոգիով գլեցվեին։ Սիրելիներ, ինչ կտեսնենք այստեղ, բարեբաշտ գիներ, բարեբաշտ, խելոք մարդիկ մեկ խոսքով, հարկալից։ Երբեմն գլսենք մեր հոգևոր առաջնորդներուն մեջ ասելով ով բարեբաշտ ժողովուրդ, քրիստոնյա ժողովուրդ, ինչ գիտնամ եւ այլն այդ խոսքեր են։ Բարեբաշտ գիները հալածեցին Պողոսին։ Բարեբաշտ ըլլալը իմաստ չունի, եթե Քրիստոսաբաշտ չես։ Եթե մենք Քրիստոսը չենք բաշտեր, մեր բարի ըլլալը, բարեբաշտ ըլլալը, բարիություն կարոզելը, լավ թիրք ունենալը, այսօր մարդիկներ բարեբաշտ չագերդյալ բարեբաշտներ, եկեղեցիներ գշնեն, դրամ գուդան, հարուստություն գուդան այստեղ անդեղ եւ այդ մարդիկ կհարկվին։ Նայեցեք եւ այդ մարդիկն են նաեւ հարաձողը ճշմարիտ հավատացյալներուն։ Հрьяները կացին բարեբաշտներուն եւ ասին որ այս մարդիկ մեզ գխանքարեն։ Եվ անոնք հալածանք մեջտեղ բերին եւ մեր սիրելիները վրընդեցին, քյուրեն քաղաքեն դուրս անեցին։ Վրընդեցին, խնդիր չէ, ինչը սինրենք, ինչպես որ Հիսուս մեզ սորվեցուց։ Չեն ընդունիր քեզ, մենք ասելիքնից ասինք, ոտքերից փոշիները գտոտվենք
Մենք կշարունակենք։ Մենք գախյալ չենք ցեզ մի։ Թուգեք խնդրումը, եթե չհավատաք։ Սիրելի քույր եղբայրներ, ես որ կկարոզեմ այստեղ այնտեղ, ես խնդրեմ չունիմ։ Խնդրումը չհավատացողն է։ Եվ ով որ չի լսեր, թող չի լսե, իր խնդիրն է։ Բայց մեր բարդականությունն է ճշմարտությունը ասել։ Եվ ան որ չուզեր, երբեմն Facebook-ի վրա մարդիկ կան, կամ YouTube-ի վրա գահայոյեն ինձի։ Գսեմ եղբայր գսեմ, եթե չես ուզեր, անչափ է, մի լսեր։ Խնդրեմ չկա։ Չեմ ասեմ որ հետևիս։ Եթե ես ուզեի մարդիկ հետևեին, ես տարբեր տեսակի ուղիաթերներ գնեի, որ 60 մարդ հետևեին։ Իմ նպատակս այդ չի։ Իմ նպատակս ես իմ գործս կնեմ։ Ով հետևեցավ, հետևեցավ, ով փոխվեցավ, փոխվեցավ, ով ուզեց, ուզեց։ Իմ բաժինս չէ։ Եվ եթե չուզեր, խնդիր չկա։ Նույն բանը Բողոս Արաքյալ, չսավ սիրելի եղբայրներ, նայեցեք, ես Աստծո ղրգված եմ, ես 3 տարի Հիսուսին հետ ապրեցա, ես այս բանը տեսա, ես Աստծո մարդ եմ, ընդունեցեք ինձ, կամ այդպես պատկամանենք, որ մարդիկ սիրեն մեզ, մարդիկ լսեն մեզ, ինչպես մեջքը քորենք, գեղեցկացնենք, որ մարդիկ ընդունին, ոչ։ Չեք ուզեր, խնդիր չկա, դու ժողովուրդ ես, խեղճ ես, դու քեզ դուրս հանեցիր, ինչպես քիչ առաջ ասի, դու քեզ դուրս հանեցիր հոգևոր հավանական կյանքի օրտուտենեն խնդրեմը տունես։ Եվ շարունակեցին իրենց ընթացքը, չգանկնեցին, չհիաստապվեցան։ Ու են այդ հավատացյալները, որ մեկ անգամ բան մգսես կհիաստապվին 3 շաբաթ եկեղեցի չեն կար։ Այդ ինչ հավատացյալ։ Գնեղվին, բզդիկ պանեն գդխրին, բզդիկ պանեն երեսնին գծրեն։ Դու ինչ հավատացյալ ես, դու որուն հետևորդ մարդ ես դու։ Դու քեզ հետևորդ ես, եթե այդպես ես։ Քրիստոսը հետևորդը այդպես չէ։ Չուզեցին, մենք կշարունակենք։ Քանի որ մենք կոչում ունենք բոլոր ազգերուն, ինչպես գրված է, բոլոր ազգերուն Աստծո խոսքը տալ։ Եվ կացին ուրիշ քաղաք, բայց ինչ կբադա այդտեղ համար 52, բայց այդտեղի նորը հավատները, աշակերտները, չմոռնաք այս բառը, աշակերտները ուրախությամբ եւ Սուրբ Հոգիով գլեցվեին։ Մեկ կողմեն հալածանք, մյուս կողմեն ուրախություն եւ Սուրբ Հոգիի լեցունություն։ Ինչու՞։ Քանի որ ճշմարտության մեջ ես։ Եվ այսպես Սուրբ Հոգիով լեցված շարունակեցին իրենց ընթացքը, դուներու մեջ հավաքվեցան, փողոցներու մեջ հավաքվեցան, թաշներու մեջ հավաքվեցան։ Շարունակեցին իրենց ընթացքը։ Okay, Պետրոսը գնաց, Բողոսը գնաց, Բարնաբասը գնաց, խնդրեմ չէ։ Մենք գախյալ չենք մարդու վրա, մենք գախյալ ենք Աստծո վրա։ Սուրբ Հոգին հպավ մեզ։ Մենք գիտենք որն է ճշմարտությունը, մենք փրկվեցանք, մենք արդարացանք, փառքես դեր, շնորհակալ ենք։ Հիմա եղբայրներ կուրենք, հավաքվենք, միասին աղոթենք, օրհնենք Տերը, ծառայենք, երթանք ուրիշներուն վգայենք։ Բողոսը չկա, խնդիր չէ, բայց մենք կշարունակենք։ Տեսակ, այսօր եկեղեցիներ կա հովիվ այդտեղից հանե, եկեղեցին կգանտնի։ Մարդկանց վրա շատերը հիմնված են։ Բայց այստեղ ես կտեսնեմ բոլորովին տարբեր, երբ որ Սուրբ Հոգի վրա հիմնված ես, բոլորովին տարբեր է։ Ամեն, հալելույա, Տերը օրհն է։ Ուրեմն Իգոնիայի մեջ գլուխ 14 Բողոս եւ Բարնաբաս մեկտեղ Իգոնիայի մեջ հրյաներու ժողովարանը մտան եւ այնպես խոսեցան, որ խիստ շատ հրյաներ եւ հույներ հավատացին, բայց չհավատացող հրյաները թրթրեցին ու չարության կրկրեցին հետանոսներուն սիրտը եղբայրներուն թեմ։ Անոնք շատ ժամանակ հոն գենալով համարցակ կկարոզեին դերոճմով ու որ իր շնորհած խոսքը կվգայեր եւ նշաններ եւ հրաշքներ ըներ գուդար անոնց ցերկով։ Հալածանք կա Իգոնիայի մեջ հրյաներով եւ ուրիշներով կհալածվին, բայց անոնք այդտեղ են։ Այդտեղ են։ Գշարունակեն համարցակ ցևով, կարոզել, համարցակ ցևով, ավետարանը կարոզել, համարցակ ցևով դերը կորցածից իրենք հրաշքներ կլան, նշաններ կլա։ Նայեցեք հրաշքներ, նշաններ կան։ Երբ որ դու համարցակ դիրոջ կորձը կկարոզես, չես նայր աչին, ցախին, երբ որ չես վիճապանիր այս մարդուն հետ, այդ մարդուն հետ, Բողոս Արաքյալ ժողովներ չրավ բացադրելու համար թե ինչ է իր հավատքը։ Չեն ընդունիր, խնդիր չկա, բայց մենք կկարոզենք, մենք ավետարան կարոզենք, մենք կվգայենք, ով ինչս է թողս է։ Եվ դերը հրաշքներ գնե, օրհնություններ գնե։ Քաղաքին ժողովրդին մեջ երկբարագություն եկավ, ոմանք հրյաներուն կողմեն եղան, ոմանք ալ արաքյալներուն։ Երբ հետանոստերը եւ հրյաները իրենց իշխաններով անոնց վրա հարցակեցան, զանոնք նախադելու եւ կարգոծելու, իրենք իմանալով լիգոնիացիներուն քաղաքները փախան, Լյուստրա եւ Դերբե եւ շրջակա դեղերը, որ հոն ավետարանը կկարոզեին։ Նայեցեք,
երկբարագություն, խառնված, քաղաքը իրար անցավ։ Ինչու՞, քանի որ Քրիստոս եկավ։ Հիսուսով ես եկածավ սուր բերելու, որ մտքերը փոխվին, բաժնվին։ Մենք չենք կրնար նույնանման բաշտել Աստված։ Մենք Քրիստոսի պես հիմքի վրա պիտի բաշտենք։ Մենք չենք կրնար ծիսապանական հավատացյալներ ըլլալ, ավանտաբաշտ ըլլալ։ Ոչ, Քրիստոս եկավ այդ բոլոր ավանտաբաշտները իրար խառնեց։ Գրիվ, իրար անցում, ցկեցին, ելան։ Բայց առաքյալները պրոբլեմ չկա։ Գշարունակեն, քացին ուրիշ քաղաք եւ ավետարան կքարոզեն։ Չեն աստվիր գարձես ոչ մեկ բան։ Քանի որ իրենք կանչված են հետանոսներուն ավետարանը քարոզել։ Իրենց նպատակը հստակ է։ Իրենք չեն ուզե ժամանակ գործընծնել այս մարդուն հետ խոսել, մյուս մարդուն հետ խոսել, այս բանով պաշտպանել, ոչ, փախանք երթանք, խնդիր չէ, չեն ուզեր։ Երկար մնացինք, հրաշքներ եղավ, աշակերտներ հիմնվեցավ, եկեղեցի մը գա այստեղ հիմա։ Դնային կոնե խմպակներ գային։ Okay, եղավ, հիմնեցիք, շատ անգամ գարտանք ուրիշ տեղ, որ պիտի տեսնենք, որ նույնիսկ երեցներ, բադասխանավներ գհիմնեին, գտողեին երթային, պետք է շարունակենք, ժամանակը կարճ է, երթանք, ավետարանը քարոզենք։ Համար 7-ը, լյուստրայի մեջ մարդը նստեր էր եւ ոտքերով դգար։ Իր մորը որովայնեն գաղ ծնած, որ բնավ կալած չէր։ Այս մարդը Բողոսին մդիկ գներ, Բողոսալ աչքը անոր դնգելով եւ տեսնելով թե բժշկվելու հավատք ունի, բարձր ցայնով ասավ. «Ելիր ոտքերուդ վրա շիլակ կայնի»։ Անալ ցածկելով գքալեր։ Ժողովուրդը երբ Բողոսին հրածը տեսան, ցայներնին վերցնելով լիգիոնարեն ըսին. «Աստվածները մարդոց նմանությունով մեզի իջերեն»։ Բարնաբասը Դիոս կգոչեին եւ Բողոսը Հերմես, վասնզի անիգա էր գլխավոր խոսողը։ Իրենց հույն աստվածներու անունները գուդան Բողոսին եւ Բարնաբասին, քանի որ Բողոսը այստեղ այդ մարդուն բժշկե եւ մարդիկ կանտրատարնան, որ այս բժշկությունը աստվածային է, գսկսին ասելու աստվածներ եկած են մեր մեջ, հրաշքներ գնեն, այս ինչ լավ աստվածներ են, Հերմեսը եւ Դիոսը, ուրեմն ասոնք մեր աստվածներն են, հույն աստվածներն են եկել են մեր քաղաքը, մեզ գուզեն ասենք բժշկել։ Իսկ քաղաքին արչեւ եղած Դիոսին Քուրմը ուրեմն քահանան ցուլեր եւ բսակներ բերելով թռներուն արչեւ բազմության հետ մեկտեղ գուզեր որ զոհ ընե։ Ուրեմն Քուրմը քահանան հույն քահանան եկած է այստեղ ինչ զոհողություն ունելու Բողոսին եւ Բարնաբասին ասելով որ ասոնք աստվածներ են, քանի որ հույները կհավատային որ աստվածները մարդու գերբարանքով գրնան կալ։ Հասկանաք, անորոմար Հիսուս աստված ըլլալը հույները հեշտությամբ ընդունեցին։ Իրենց մդայնության մեջ կար, որ աստվածները գրնան մարդու գերբարանքով կալ։ Հասկանաք, ուրեմն այստեղնալ Բողոսին եւ Բարնաբասին իբր աստվածներ գտնեն, գուզեն զոհ մատուցանել իրենց, բայց Բարնաբասն ու Բողոսը առաքյալները երբ լսեցին, իրենց հանդերձները բادرելով դուրս ցածկեցին բազմությանը մեջ, աղագելով եւ ասելով. «Մարդիկ, ինչու համար այդ բաները գնեք։ Մենք ալ ցեզի պես գիրք ունեցող մարդ ենք, մենք խոսքով աստվածներ չենք, եւ կկարողենք ցեզի որ այդ փուչ բաներեն գենտանի Աստծո թարնակ։ Ձեր ռածը փուչ է, ձեր զողությունը փուչ է, ձեր Հերմեսը, ձեր Դիոսը փուչ են, այդտեղեն դարձեք դեպի Աստված։ Ավասի գոչ ապաշխարության։ Քո փուչ տեղերեն դարձիր դեպի Աստված։ Քո փուչ մտքերեն դարձիր դեպի Աստված։ Քո բարապ մտածելակերպը դարձիր դեպի Աստված։ Քո սխալ վարդապետությունը դարձիր դեպի Աստված։ Քո ձուր ճամփաներեն դարձիր դեպի Աստված։ Այս կսե Բողոսը բոլորին այն Աստվածը գսե, որ ստեղծեց երկինքն ու երկիրը, ձովը եւ անոր բոլոր մեջ եղածները դարձեք դեպի անոր։ Անցած տարելուն մեջ թող դվա որ բոլոր ասկերուն, որ իրեն ճամփաները երթան, բայց հիմա ինքզինք առանց վկայության չթողուց բարերարություններով երկինքեն մեզի անցրևներ եւ բդղապեր եղանակներ դալով, գերագուրներ եւ ուրախություններ մեր սրդերը լեցնելով։ Գսե այն Աստվածը որ ես ցեզ կկարոզեմ այն Աստվածն է որ երկինքն ու երկիրը ստեղծեց։ Այն Աստվածը որ ցեզ այստեղ բահած է։ Այն Աստվածը որ այո անցյալին լուր մնաց, բայց հայտնեց իր մեծությունը ստեղծածգործությունով, բդուղներով, օրտությունով, արևով, ցույնով եւ այլն։ Այն Աստվածն ենք մենք եկած ցեզ կարոզելու։ Դարձեք այս ավելորդաբաշխութենեն, այս երկրորդական բաներեն դարձեք, այս դիսապանություններեն, սնաբաշխություններեն դարձեք, իսկական Աստծո դարձեք։ Եվ այն Աստվածը, որ դու գալ գավադակ երկինքն ու երկրորդ Աստվածը, այն Աստվածն եմ ես եկած ցեզ
քարոզելու, այս բաները լսելով հազիվ գրծան ժողովուրդը զսպել, որ իրենց զոհ չմատուցանեն։ Ինչ մեծ դժվար էր այդ ծիսապանական սնաբաշտությունը, ավանտաբաշտությունը, բարեբաշտությունը մարդկանց փոխել։ Մեր հայրենիք երբեմն գխոսենք, գսեն մենք այսպես վարժված ենք։ Այս մարդիկ այդպես վարժված էին։ Մեր հավատքը այսպես է։ Մենք այսպես գիտենք։ Քրիստոնյային կփավե, սուբ գիրք կարդալու պետք չկա։ Մենք քրիստոնյա ենք։ Գերտանք, մոմ գվարեն, խաչ կհանենք, մենք քրիստոնյա ենք։ Սիրելիներ, մի հատ հասկացիր քրիստոնյա ալնալը ինչ ասել է։ Ծիսապանություն ունել չէ։ Քրիստոնյա ալնալը ավանտաբաշտություն չէ։ Քրիստոնյա ալնալը սնաբաշտություն չէ։ Բաները ունել չէ, քիչ առաջ ասի քրիստոնյա ալնալը Քրիստոսին հետևիլն է։ Քրիստոսի բեսլալն է։ Իր սուրբ հոգին ստանալն է, իր սուրբ հոգիով քայլելն է, իր խոսքին մեջ քայլելն է, հնազանդ ապրիլն է, իր ավետարանը փոխանցելն է, այս բոլորը քրիստոնեությունն է։ Եվ այս սնաբաշտության պատճառով այսօր մեր հայացքը կգործվի։ Անոր համար շատ շուտ դարձիր այն Աստծույն, որ քեզի համար իր որդին զոհեց։ Եվ Անդիոքեն իսկ ուրեմն սակայն համար 18-ը Անդիոքեն ու Իգոնիայեն հրյաներ հասան ու ժողովուրդը համոզեցին եւ Բողոսը քարգոծեցին ու քաղաքեն դուրս քաշեցին գարձելով թե մերած է, բայց աշակերտները երբ անոր բոլորտի կբացեցին ելավ քաղաքը մտավ եւ հետեւյալ օրը Բարնաբասին հետ մեկտեղ Դերբե գնաց։ Այդ ժողովուրդը որ եկան քարգոծեցին ով էր։ Այդ նույն Իգոնիայի ժողովուրդը։ Նույն Իգոնիայի ժողովուրդը, որ եկավ, որ ընդունեցին, որը որ ասինչ լավ Աստված է, ասինչ լավ քարոզիչ է, ասինչ լավ ծառայող է, այդ նույնը քարգոծելու սկսան։ Քիչ առաջ գիշեք ցեզի որ Բողոս եւ Բարնաբաս կսե հավատացյալներուն նորը հավատներուն գսե ծեր հավատքին մեջ հաստատ գեցեք։ Սիրելիներ, իմ հոգևոր փորձառության մեջ իբր քարոզիչ ավետարանիչ հովիվ շատեր գտեսնեմ որ լավ գսկսին հոգևոր կյանքին մեջ բայց հաստատ չեմ մնար եւ իդ գերտանաշխար եւ ավելի վատ անոր Բողոս կսե հաստատ կեցեք ինչ որ գիտեք չնմանիկ այդ սերմին որ փուշերուն վրա գնետվի որ գսե ասինչ լավ է արագ մգուրախ ուրախությամբ գտնունին բայց քանի որ աշխարհի խնդիրները կա խնդիրները կա նեղությունները կա գխեղտեն եւ իրենք առանց արմատ տալու կչորնան գերտան հաստատ կեցիր հավատքի մեջ հաստատ կեցիր ավետարանի խոսքի մեջ հաստատ կեցիր վարդապետության մեջ ըսկացումի չդրվիս տուն քեզ ըսկացումներու չդրվիս հաստատ մնա հավատքի մեջ դու գրնաս լալ այդ մարդը ինչպես Հիսուսի Զարգազարդի օրը ընդունեցին օրտնյալ լան որ դիրոջ անունով գուքա մեկ շաբաթ հետո ինչ ասին խաչը հանե Հիսուսի հետևեին մարդիկ Հովաննես երկրորդ գլխուն մեջ Հիսուս հրաշքներ գներ եւ լեցուն մարդ կհետևեր Հիսուսի բայց Հիսուս կսե այդտեղ գրված է իրենց վրա չեր վստահեր քանի որ գիտեր որ անոնք հաստատ չէին այսօր հավատացյալներ կան որ հաստատ չեն մեկ օր աճ մեկ օր ցախ մեկ երկու տարի կհավատան հետո 3-4 տարի մեջտեղ չգան հաստատ չեն ավետարանի խոսքին հաստատ չեն եկեղեցին մեջ հաստատ չեն եղբայրներու միապանության մեջ հաստատ չեն ծառայության մեջ հաստատ չեն աղոթքի եւ ընթերցումի Քրիստոսի խոսքի սերդողության մեջ հաստատ չեն օրմա այսպես օրմա այնպես մարդիկ կան հավատացյալներ նույնիսկ եկեղեցի մեջ ծառայողներ որ շաբաթը մեկ անգամ սուբ գիրք կգարտան հազիվ իրենք հաստատ չեն նույնիսկ գարտալու մեջ, պարապանության մեջ, երկրպագության մեջ, աղոթքի մեջ, միապանության մեջ։ Իրենց բամը գվստահից կսեն այո գնենք երկու օր հետո կսեն չենք կրնար։ Գորոշեն որ այլևս պիտի կան դիրոջ ծառայեն, բայց հետո մեջտեղ չկան։ Ինչու քանի որ ուրիշ բամը եղավ։ Բամը եղավ կյանքի մեջ, իրենց հաստատությունը կանգնեցավ։ Ուրեմն այսպես մարդիկ շատ կան։ Լավ գտնունին, բայց հետո գահագարագին։ Դու ուր ես այդ հարցին մեջ։
Դու ինչպես ես։ Արդյոք վստահելի ես։ Անցյալ գիրագի Փարիզի մեր եկեղեցի մեջ կարոզեցի այս նյութը քեզ մե ինչ հոտ գելլե։ Զոհապերության նվիրման հոտ, այն հոտը, որ Աստծո հաճելի է, թե ոչ թե բարձրապես դու քու ուզածդ կնես, քու գարձածդ կնես։ Լսեցեք այդ կարոզը։ Facebook-ի վրա գա, YouTube-ի վրա գա, Խոսքը TV-ի վրա գա գրնակ լսել։ Դու ինչ հոտ կուտաս։ Ինչի հոտ կուտաս։ Հարադեվությունը շատ բան մեզ ցույց կտա։ Հիսուս կսե վերջին օրը արդյոք հավատք պիտի տեսնեմ։ Ան որ կհարադեվի մինչև վերջ կսե այդ մարդը պիտի փրկվի։ Ոչ թե ան որ երբեմները եկեղեցի գուքա, երբեմները կհավատա, երբեմները կնստի, երբեմները առաջ, երբեմները հետո։ Քու եղբայրներ ուշադիր եղեք։ Որ մենք այսպիսի հավատացյալներ չրա գրնալ դու 50 տարվա հավատացյալ ես եւ 50 տարի ալ անվստահելի հավատացյալ ես։ Դու նայիր քո կյանքը, ես նայեմ իմ կյանքը։ Այստեղ քեղեցիկ բամնալ գլայվ այդպես կվերջացնենք այսօրվանը։ Երբ որ գահարազեն կկարգոձեն Բողոսին, Բողոս կսե գինա գարձեք մերել է։ Գարձելով թե մերած է։ Բայց ինչ քեղեցիկ է գսե աշակերտները երբ անոր բոլոր դիքը բադեցին, ելավ եւ քայլեց։ Ինչ քեղեցիկ է միապանությունը աշակերտներուն։ Անորմա քիչ առաջ ըսի Բողոս արակյալ ինք մենակ չէր։ Հագարակ որ ինքը մենակ ըլլալու շատ գրնար մենակ ըլլալ։ Հիսուս հայտնվեցավ իրեն, 3 տարի Հիսուսին հետ անցուց, անաբադին մեջ, հրաշքներու օրտնությունը Սուրբ ոգիով լեցվեցավ, ինքը գրնար մենակ ամեն ինչ ուներ, ոչ մեկին պետք չունենար։ Բայց միապանությունը Աստվածային է։ Գնաց նույնիսկ Պետրոսին հետ, ցերկ տվավ, ասավ Պետրոս, Հակոբոս, Հովաննես, եղբայրներ, ըսեք, արդյոք իմ ըսածս շիտակ է։ Եվ անոնք օրտնեցին զինք, եւ ասին քնա, մենք քեզի հետ ենք։ Եվ այդպես դուրս ելավ։ Եվ այդպես ծառայությունը սկսավ։ Չմոռնաք 13 գլուխին անցյալ անգամ մենք տեսանք, նստած էին եկեղեցիի մեջ միապանությամբ, աղոտ կնեին, եւ այնտեղ Սուրբ ոգին ասավ Պետրոս, Բողոս քնա Բարնաբասին հետ։ Կհասկնաք, միապանության մեջ կլա, որբեսի նեղության մեջ միապանությունը մեզ գազադե։ Մերածի պես կլաս երբեմն, բայց միապանությունը քեզ գազադե։ Սիրելի քույր եղբայր, քո եղբայրդ քույրդ եթե դեղական եկեղեցի մեջ ես, օրտնե սիրե եւ միապանվիր։ Ինտերնետով եկեղեցի չես կրնալ ունենալ։ Անոնք որ զումային ինտերնետային եկեղեցի կնեն, հերու մնացեք։ Դու պետք ունիս միապանության։ Քանի որ երբ նեղութենեն գանցնիս, զումի մարդիկ պիտի չկան աշխարհի մեկ ծայրը մյուս ծայրը քեզ օրտնելու։ Քո դեղական եկեղեցին, քո հովիվը, քո ծառայագիցը պիտի կա քեզ օրտնելու եւ քեզ բարձրացնելու եւ շրջապատելու քեզ, երբ որ դու նեղութենե գանցնիս։ Դեր օրտնե այսօրվա մեր ընթերցումը եւ դա որ սիրելիներ այս օրինակները դառնան կյանքի օրինակ, ոչ թե ըլլաս հավատացյալ անունով, այլ ըլլաս աշակերտ կյանքով, ոչ թե ըլլաս հավատացյալ անունով, այլ ըլլաս աշակերտ կյանքով, թող դերը քեզ այս ուղղությամբ առաջնորդի։